Մարմարիկ գյուղում արդեն գրեթե մեկ շաբաթ է շարունակվում են երկուամյա Տիգրանի որոնումները։ Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել։ Օրեր առաջ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցվեց, այնուհետև հատուկ նավակներ իջեցվեցին ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ ամպեր կրթահամալիրից 3 և վայրի ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից 5 աշխատակից, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ ջրափրկարարական նավակ, սակայն դեռևս ապարդյուն, փոքրիկը կարծես գետնի տակ է անցել, որևէ հետք փրկարարները չեն գտնում։ Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից հրապարակին պատմել են, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել։ Գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն կարող երազել։ Տեղացիները դժգոհում են ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի։ Հրապարակը Մարմարիկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանին հարցրել է, ինչու գետը նվազագույն ցանկապատված չէ, ում թերացումն է սա։ Վարչական ղեկավարը զարմացած տոնով ասաց, որ ոչնչից տեղյակ չէ և այժմ խիստ զբաղված է և չի կարող այդ հարցին անդրադառնալ։ Տպավորություն է, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է գետն ընկնել տարրական պայմանների բացակայության պատճառով։ Կոտայքի մարզպետարանից ևս հետաքրքրվեցինք, ինչու մարզպետարանը հետամուտ չի լինում այս հարցերում, ով պետք է վերահսկի նման դեպքերը։ Մարզպետարանից մեզ հետ զրույցում վստահեցրեցին, որ երկուշաբթի օրը կճշտեն և կասեն, թե կոնկրետ որ կառույցը պետք է զբաղվի նման հարցերով, սակայն մեր զրուցակիցը ակնարկեց, որ Մարմարիկը Ծաղկաձոր խոշորացված համայնքին է պատկանում, ուստի Ծաղկաձորի համայնքապետը պետք է նման հարցերով զբաղվի։ Փոքրիկի որոնողական աշխատանքների և նրա անհետացման վարկածների հետ կապված նոր հանգամանքներ են հայտնի դարձել։ Արմեն Մուրադյանը 10 ժամ եղել է փոքրիկ Տիգրանի կորած մանչուկի Մարմարիկ գյուղում և ուսումնասիրել է տարածքը, նկարել, հաշվել ու փորձեր արել։ Խոսել է 50-ից ավել մարդկանց հետ, Տիգրանի հայրիկի, պապիկի, ազգականների հետ և գտնվել է Տիգրանի տանը 1 ժամ, խոսել է նրա մայրիկի հետ, խոսել է կինոլոգիստի հետ, որը Հայաստանի համար 1-ն է իր գործի մեջ։ Նա բերել է Հայաստանի ամենահզոր վարժեցված սուր հոտառություն ունեցող շներ, որոնք ապշեցրել են բոլորին, կարծես մարդիկ լինեն։ Այդ շները ամեն ինչ հասկանում են ու ինչ ասես, որ չեն անում։ Մի շունը գտնում է, մյուսը ճանաչում, այդպիսի շներ սպեցնազներն ունեն Եվրոպայում։ 2 շներին տրվել են Տիգրանի կոշիկները և իր այդ օրվա, նաև նախորդ օրվա շորերը, որը լավ է չեն հասցրել լվանալ։ Շներն անընդհատ ամեն 10 րոպեն 1 հոտ են քաշում ու վազում և միայն 2 տեղ են կանգնում ու հաչում։ Առաջինը Տիգրանի դիմացի սեփական տան այգին է, երկրորդը տան կողքի առվակի մեջտեղի մասում հենց բետոնի մոտ։ Դիմացը ապրում է մի ընտանիք ու երբ անցել են այն կողմ հետազոտել, նկատել են, որ այն կողմից ցանկապատի սկիզբը ծռել են։ Արագ կողմնորոշվել ու կազմակերպել են, որ երեխայի քաշին համապատասխան ծանր իր դնեն գետում, բայց գետը այն մինչև վերջ չի կարողացել քշել ու ենթադրում են, որ երեխային ևս չէր կարողանա քշել, կարերը չէին թողնի, այ եթե կարերը չլինեին, վստահաբար այդ եզրահանգմանը կգային, որ երեխային գետն է քշել ու տարել։ Առուն մտնելու տարբերակը ևս բացառում են, քանի որ առավոտյան այդ ժամին գետը սառն է ու երեխային հաճելի չէր լինի ջերմաստիճանը, այսպիսով հարևանի այգով երեխայի ջուրն ընկնելու հանգամանքը շատ ավելի անհավանական է թվում։ Խոսվեց նաև, որ էքստրասենսը ասում է 2 կին է տեսնում, որ եկել են ու ասում է 3 կիլոմետր այն կողմ է երեխան գտնվում։ Դա ևս աբսուրդ է, որ երեխան իր տան հետևով այդ 50 մետրից ավել փոսերի ու խոտերի քարերի միջով կանցներ։ Սա շատ առեղծվածային դեպք է։
Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքի հետ կապված իրենց տեսակետներն էին հայտնել նաև հայտնի էքստրասենսներ Սոսե Բաբայանն ու Վան Հարությունյանը։ Հարգելի հայրենակիցներ, մեր սիրելի Տիգրանի հայրիկ, մայրիկ, ամեն օր ես զգում եմ երեխային, այնպես չէ, որ հանգիստ նստած եմ, ոչ մի բան չեմ անում։ Գետին մոտենալն անհնարին է 2 տարեկան երեխան մի քիչ քայլի, որ տեսնի շուրջը մարդ չկա, բարձր կլացի ու մեկի ուշադրությունն անպայման կհրավիրի։ Այս վարկածը մի քիչ պարադոքսալ է իմ համար։ Առաջին օրը զգացի, հեռու չէ, տարածքում է։ Ու բայց նորից տարածքից հեռու չի կարող լինել։ Facebook-յան իր էջում գրել է Սոսե Բաբայանը։ Որոնումներին միացել է նաև էքստրասենս Վան Հարությունյանը։ Մարմարիկ գյուղի հրաշք երեխայի ըստ նախնական տեղեկությունների կասկածների գետում հայտնված Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին նույնպես Մարմարիկ գետի ողջ երկայնքով հրշեջ փրկարարները, կամավորներ, գյուղացիներ, անգամ մի քանի գյուղերի բնակիչներ շարունակում են որոնողական աշխատանքները։ Հիմա տեսնում եք ընկերությունը, որ ընկերություններ, Ռաֆտինգ ֆեդերացիա, Ռաֆտինգ, ինչ որ ֆեդերացիանը ոնց է, ֆեդերացիայի աշխատակիցներն են կամավորական սկզբունքներով մի քանի օր շարունակ մասնակցում են երեխայի որոնողական աշխատանքներին։ Հիմա տեսնում եք իրենք հատուկ այդ նավակով մտնում են Վարար գետը, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։ Արդեն հայտնվեցին տղաները Վարար գետում, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։ Ay tez devran vere tez sarı vere da. Baba sen de bir saçı geldi. Սոն պատկերացնենք երեխան այստեղից է դուրս եկել այս դիքը հելել է, բարձրացել, եկել է այս հատվածով գետը, հա, կընկներ այստեղ։ Կընկներ այստեղ կմնար։ Եկա տարածությունը։ Հաստատ ընկնելուց հետո էլ կլացեր ու չեր գնա ընկներ ջուրը։